Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, գաղափարակիցներ, Facebook-յան ընկերներ ջան։ Տրամադրված չէի ու եթեր մտնելու, բայց սենց օրվա իրադարձությունների հետ ծանոթանալուց հետո սենց էլի մտքեր առաջացավ մեջս, ուզեցա սենց բարձրաձայն, ինչպես միշտ, բարձրաձայն կիսվեմ ձեզ հետ։ Ուրեմն սիրելի մարդիկ ջան, տեսեք, այս ինչա կատարվում մեր այսօրվա իրականությունում։ Ուրեմն այս ձևիսները վերնագիրը իրանց փոխեցին, դրեցին ուժեղ Հայաստան, հա։ Եթե սխալ եմ ասում, խնդրում եմ հուշեք։ Ու ուժեղ Հայաստանը իրենք տեսնում են իրենց կերպարի մեջ։ Ու մեր առավոտից իրիկուն փորձ են անում, օրական տասնյակ միլիոնավոր դրամներ ծախսելով, փորձ են անում հայ ժողովրդին համոզեն, որ Սամվել Կարապետյանը ուժեղ է։ Մոսկվա բնակ օլիգարխը ուժեղ տղա է։ Այսինքն իրանք օրեկան, տեսեք ինչա կատարվում, էլի, իրոք, առանց հեգնանքի։ Ես եղել ալիքը պահեր, որ իրանց հետ հեգնանքով եմ խոսացել, բայց սա առանց հեգնանքի եմ խոսում։ Ուղիղ։ Օրեկան տասնյակ միլիոնավոր դրամներ են ծախսում ոտից գլուխ կեղծիքի վրա։ Կեղսեր քարոզելու վրա։ Ասենք տասնյակ միլիոնավոր դրամներ են ծախսում, որ հայ մարդուն ապացուցեն կամ համոզեն, որ իրանք ամենաուժեղ տղեկն են Հայաստանի Հանրապետությունում։ Միլիոնավոր դոլարներ են ծախսում օտար երկրից, ինչ որ մարդիկ վարձում, ովքեր զարգացած են տերորի մեջ, ովքեր զարգացած են, չգիտեմ, սենց տերորիստական հիբրիդային պատերազմներ հրահարելու մեջ, ֆեյք լուրեր տարածելու մեջ, չգիտեմ, սենց են ինչ են ասում, ցեզ վերջերս մի հատ կայքադուսեք է, չէ, անունը չեմ հիշում, որ ասենք մարդու նկարը դնում են, իր լեզվով խոսում են, բայց դա այդ մարդը չի։ Մի խոսքով ամբողջան կեղծիքի վրա այդ մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսում։ Միլիոնավոր դոլարներ, որ ասենք ինչ որ մեկին, ինչ Հայաստանի Հանրապետությունում հայ մարդուն ինչ որ բան ապացուցեն։ Սիրելի մարդիկ, նախ անկախ նրանից այդ Մոսկվա բնակ օլիգարխը, այո, ունի շատ փող ունի, ծախսելու տեղ չունի։ Եթե ինքը նպատակարար է գտել իր միլիոնավոր դոլարները կեղծիքի վրա ծախսելու, դա ինքը իր փողը ինչ ուզում է ինչի վրա թող ծախսի։ Բայց կեղծավոր հայրենասիրական կենացներ մի ասեք հայ մարդուն, որովհետև դուք ձեր ջաններին ցավա տալիս, որովհետև ձեր ձեռը չի եթում ձեր գրպանը հայ մարդու այդ օրվա օրով ապրեք, հայ մարդու այդ օրվա կարիքներով ապրեք եւ հոգաք հայ մարդու կարիքները, բայց ձեր ձեռները գնում է ձեր ջեբը հայ մարդուն կեղսեր քարոզելու համար միլիոնավոր դրամներ եւ դոլարներ ծախսեք։ Այդ դուք այդ տեսակը եւ այդ որակներ։ Անկախ թե ինչքան տաղա կբերեք Հայաստանի Հանրապետության վրա, այ լակոտներ։ Այո, բարից բուն իմաստով լակոտներ։ Նրանք ովքեր Հայաստանի Հանրապետության վրա տաղա են բերում, հայ մարդկանց վրա տաղա են բերում, միլիոնավոր դոլարներ ծախսում դրանց վրա, որ հայ մարդկանց սուտ ինֆորմացիանոր հաղորդի հիբրիդային պատերազմներ հայտարարի, դրանք ոտից գլուխ լակոտներ են, թուլեք են, ներողություն բառապաշարի համար, որովհետև այդ տարբերակ չկա, իրենց այդ տեսակին չկա վերնագրելու։ Ուրեմն անկախ նրանից, թե ինչքան փող ունեք դուք, թե ինչքան դրսից մարդ կբերեք հայ մարդու վրա, անկախ ձեր օտար երկրյա լանդ լինելուց, անկախ նրանից, թե դուք Հայաստանի Հանրապետությունում ոնց եք կեղծավոր սեր քարոզում հայ մարդուն, բայց սպասարկում եք օտարի շահերը սիրահարված, անկեղ սիրով սիրարված օտարին, անկախ ձեր տասովչիկ որակից եւ տեսակից, անկախ նրանից, թե դուք ոնց եք Հայաստանի Հանրապետության ռազմավարական կարևորագույն արժեք ունեցող գույքը, սեփականությունը 2 կոպեկ գրոշների դիմաց ձեկ բերել եւ ձեր անձնական հարստությունների համար օգտագործել, աշխատացրել, վերջում է տարել բանկերում լոմբարդ դրել, միլիոնավոր դոլարներ վերցնել նորից ձեր անձնական կարիքները հոգալու համար, դե կամֆորտ կյանք ավելի կամֆորտ դարձնելու համար ծախսել, վերջում էլ մի հատ հայ մարդու գրպանից տարել եք այդ վերցրած վարկերը վճարել, անկախ նրանից, թե դուք տասնյակ տարիներով ոնց եք 10 դրամի բարեգործություն արել, տասնյակ հազարավոր դոլարների ռեկլամ ընկել, անկախ նրանից, թե դուք ոնց եք 10 դրամի բարեգործություն արել, տասնյակ հարյուրավոր դոլարների հարկերից խուսափել, այս տահակներ, անկախ ձեր այդ որակից, ձեր մոտ ոչինչ չի հաջողվելու Հայաստանի Հանրապետությունում։ Իրական Հայաստանի Հանրապետությունում, որովհետև
Սա Հայաստանի Հանրապետությունն է, դա 2018 թվականից ավելի թվականից ի վեր ավելի քան երբևիցե անկախ ինքնուրույն ինքնիշխան իրական Հայաստանի Հանրապետությունն է եւ ոչ մի օտարի սպասարկող օտարի լամբ անկախ իր փողի քանակից թե ինչքան փողա ծախսում դրսից մարդ բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա որևէ հաջողություն չի գրանցելու որովհետեւ քաղաքական մակարդակով ենթարկվելու է սամասուդի քաղաքական մակարդակով գիտեք ինչ ասելիքս երկարից սիրելի մարդիկ սրանց մոտ ես вообще չեմ սիրում իմ անձնական կյանքի նաև քաղաքական թեմաներով խոսակցությունները բերեմ ես դաշտ հիմա էլ չեմ բերի ուղղակի սենց ճակերտների մեջ մի երկու բան կասեմ գիտեք սրանք ինչ տեսակ են սրանք անդադ խոսում են սենց շատերն են եղել որ օրինակ տենց ովքեր իրանց էջով ովքեր ֆեյք էջերով ովքեր միշնորդներով խոսքի ուզացել են ինձ հետ ինչ-որ բան խոսա ասենք լավ կապի ենք հելել ասենք խոսում ենք առաջի բանը էնի ա եղել բախ բեր մենք կարքին տաղա ենք ընկել մենք լավ տաղա ենք մեծես չեն խոսում մեսյանն նա ասում եմ եղբայր առաջի բարև հելա չենք ասել իրար բարև ենք ծանոթանանք մի անգամից ախպեր բան մենք լավ տաղա ենք ընկել ապրացում ենք մեսյանն իմ արձագանք եղել է մեկը բոլոր լավ տղեկից ցավը տանեմ ես բայց ես ինձնից լավ տղա որևէ մեկին չեմ ճանաչում ցանկությունը չունեմ ճանաչելու հիմա էլ եմ ասում հարգանքներով բոլոր լավ մարդկանց նկատմամբ բոլոր լավ մարդկանց ցավը տանեմ ես բայց ես ինձնից լավ մարդ լավ տղա որևէ մեկին չեմ ճանաչում ցանկությունը չունեմ ճանաչելու հիմա դուք եկել եք նորից այս նույն ծրագրերով արդեն ուժից եք խոսում յանեմ դուք այս պետությունում ամենաուժեղ տղեկն եք ուրեմն լսեք ինչ եմ ասում Լսեք ինչ եմ ասում ես սա իմ սուբյեկտիվ կարծիքն է որպես ՀՀ քաղաքացի ես սա ձեզ ասում եմ հարգանքներով ուժեղ մարդու վերաբերյալ հարգանքով ամենաբարձր հարգանքով ուժեղ տեսակի նկատմամբ բայց ես ինձնից ուժեղ որևէ մեկին չեմ ճանաչում ցանկություն չունեմ ճանաչելու հիմա եթե եկել եք ուժից եք խոսում Հայաստանի Հանրապետությունում ուզում եք ինչ-որ մեկին համոզեք որ յանը դուք եք ուժը Յանը մեզ պետությունում ուժեղ տղեկ դուք եք, ձեզ ասում ենք արա, մենք մեզնից, ես հոգնակի չեմ խոսում, իմ անունից եմ խոսում, ես ինձնից ուժեղ տղա չեմ ճանաչում, ցանկություն չունեմ ճանաչելու, ցանկություն, որևէ ցանկություն չունեմ, գիտեք ինչ, ես ասեմ ավելին ձեզ, այ օտարին սիրահարված, օտարի շայրը սպասարկող, օրեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսող հայ մարդու վրա դրսից մարդիկ բերողներ, լսեք ինչ եմ ասում ձեզ Ուժի մեջ ուժ փնտրելը դա մի քիչ ոնց որ անբարոյականություն է էլի եկել եք ասենք ուժի մեջ ուժ եք փնտրում հա խի հայ մարդու սեփական որոշումից այնյան ուժ կա այս պետությունում հա ինչ որ տես մի հատ ուժ կա որ կարա հայ մարդու սեփական որոշումից առավել ուժ իրեն ներկայացնի այդ ովքեր են այդ ուժերը Ուրեմն այդ ուժերը կզգա հայ մարդու ուժը, ուրեմն այդ ուժերը, այդ ձևական ուժերը, ձևական, մոտիկից կծանոթանան հայ մարդու ուժի հետ, հայ մարդու սեփական որոշումից այնյան ուժ կա, հայ մարդու կողմից սեփական ձևավորված իշխանությունից այնյան ուժ կա, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մենք էլ էտ ենք ասում, իսկ կեղծավոր ուժի մեջ ուժ փնտրողները իրական ուժի հետ մոտիկից կծանոթանան իրական ուժի համն ու հոտը կշնչեն չի քննարկվում ու դուք ամեն օր իրական ուժի հետ մոտիկից կծանոթանաք շատ մոտիկից այսքանը սիրելի մարդիկ ես ու եւ համոզված եմ 100,000-ավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ նույն բանը կասեն որ մենք մեզնից ուժեղին չենք ճանաչում ցանկություն չունենք ճանաչելու Նեւ կասենք համոզված եմ որ կասեն ուժի մեջ ուժ մի փնտրեք այն ուժը որ այսօր Հայաստանի Հանրապետությունում է հայ մարդու սեփական ձեռք բերած ուժը դուք այդ ուժի մեջ Ընդամենը այդ ուժի մեծությունից ոգևորված
չարաճճի երեխայի նման լեզուներդ ոտների տակ գցողներն եք։ Այ դուք եք։ Դուք իրական ուժի մեջ օգտվելով իրական ուժի սեփական ձեր բերած հարստությունից վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա Հայաստանի Հանրապետությունում այս խոսքի ազատությունը, որ մարդիկ անկաշկատ անվախ ազատ են իրանց խոսքի մեջ եւ բարձրաձայն արտահայտվում են իրանց խոսքը, բարձրաձայն իրանց կարծիքը, դա որևէ մեկ իր հոր տնից չի բերել, դա ոչ մի մոլսկայաբնակ օլիգարխ Ռուսաստանից չի բերել այս արժեքները, այո այսօրվա այս արժեքները, այսօրվա այս հարստությունը սկսած խաղաղությունից, վերջացած մարդու ազատ խոսելու իրավունքից եւ հնարավորությունից, սկսած նրանից, որ հայ մարդը այլևս բեսպրիցելի պատճառով խոպանչի չի դառնում, այլ իր սեփական պետությունում աշխատավոր հայ մարդը բեսպրիցելի 50-50-ների մենաշնորհների պատճառով խոպանչի չի դառնում, օտար երկրի պետության, չգիտեմ, արտագնա աշխատող, արարող բիզնեսմեն չի դառնում, այլ մնում է իր սեփական պետությունում, հարստանում եւ հարստացնում է իր սեփական պետությանը։ Այս բոլոր արժեքները Հայաստանի Հանրապետության մեր ապագա սերնդի հարուստ գիտելիքների այդ ձեռք բերելու հնարավորությունները որևէ մեկը իր հորտանից չի բերել, ոչ է մոսկվաներից է բերել։ Այս ամեն ինչը սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռքբերումն է։ Այո Հայաստանի Հանրապետության ապագան ավելի ուժեղ, ավելի հզոր հարուստ ապագան կախված է խաղաղությունից եւ բարձր գիտելիքներից, կրթությունից, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլևս արդեն կարելի է ասալ հաստատել է Հայաստանի Հանրապետությունում։ Խաղաղությունը եւ բարձր գիտելիքների ձեռք բերելու հնարավորությունը։ Դա որն է։ Դա նա է, նա մեր շատ սիրելի ուսուցիչների ինքնուրույն աշխատավարձը իրենց բարձրացում, այսինքն իրենց գիտելիքները սենց հանրային ներկայացնելու այդ հնարավորությունը, որ մի հատ հասկանանք, որ ուսուցիչն է, որ ունի շատ լավ գիտելիք, որով կարող է մեր սերունդին կրթել։ Եվ նաև հասկանանք, որ ուսուցիչն է, որ դաշնակցականների ժամանակ ոչ մի կապ չունենալով գիտելիքի հետ, ուղղակի ունենալով դաշնակցական բարեկամ 2000, 3000, 5000, 6000 դոլարով դասատու տնօրեն կամ չգիտեմ փոխտնօրեն է աշխատել։ Հասկանում եք։ Դա այն պայմաններն են, որ մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետությունում իր գեղեցկությունը չունեցող եվրոպական ստանդարտերին համապատասխան իր կոմֆորտ միջավայրով մեր դպրոցները եւ մանկապարտեզներն են, որտեղ մեր սերունդը արդեն իսկ ձեռք է բերում բարձր գիտելիքներ։ Այս ամենը, այո, գիտելիք եւ խաղաղություն։ Ցանկացած պետության ավելի ու ավելի հզորացում։ Եվ այս կարևորագույն երկու արժեքները Այն մնացած արժեքների մասին չենք խոսում։ Այս կարևորագույն երկու հարստությունը եւ արժեքները, սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռքբերումն է։ Այս արժեքները կարող էր միան ձեռք բերել ամենաուժեղ, ամենահզոր մարդը, այլ ոչ թե օտարի քոցը։ Արա դուք իսկ վախում եք հարցազրույցներում օտարի անունը շահարկելուց։ Արա դուք ինչի՞ց եք խոսում։ Սա կարող էր այս արժեքները կարող էր միակ ձեռք բերել մի մարդ, ով անկեղծ հայկական սիրով է սիրահարված իր սեփական պետությանը եւ ժողովրդին։ Այս ամենը կարող էր ձեռք բերել մի մարդ, ով աշխարհի հետ շփվում է իր սեփական պետության եւ ժողովրդի շահերից ելնելով։ Ու այս ամենը կարող է ձեռք բերել այո ամենահզոր, ամենաուժեղ մարդը։ Արա ուժից է խոսում։ Նիկոլ Փաշինյանը այնքան ուժեղ տղա է, որ մեր Հայաստանի Հանրապետությունում բոլոր հայտնի այդ ածական ունեցող անուն ազգանուններին այո սաղի զաչումարի տարել։ Որոնք փախստական են դարձել, որոնք կռիվ շոպլիկ են դարձել, ովքեր փողոցային ցուցարար են դարձել, ովքեր աբիժնիկ են դարձել, ովքեր ձենները կտրել են, մտել են մկան ծակերը, մեզ բոլորիս հայտնի անուն ազգանունները, ովքեր այս պետությունից թռել են, ուղղակի թռել են, օտար պետություններում լեզուները ոտների տակ գցած տաղու կերպարի մեջ են մտնում, տեսեք մենք կանում ենք բան խոսանք, ու իրանք իրանց խոսալուց հետո իմ ասես գնում են հայլու մեջ մոսկուլ բան անում։ Այն Նիկոլ Փաշինյանը այնքան ուժեղ տղա է, որ 30 տարվա այս պետությունում հայ մարդուն հայտնի բոլոր այդ ածական անուն ունեցողներին սաղին կազացրել է։ Եկել եք այդ թուլեք։ Հազար ներողություն սիրելի մարդիկ, բայց այդ տարբերակ չկա հետ սրանց արձագանքելու այս գյադագյուդեքին։ Եկել եք ուժի մեջ ուժ եք փնտրում, այո տարի 10 ովչիկներ, այո տարի քոցեր։ Ու 5 ամիսից հետո իրական ուժի հետ դուք սաղը տարա մոտիկից ծանոթանալու եք։ Արա դուք էլի նույն 18 պլյուսն եք։ Այս ժողովուրդն էլ նույն ժողովուրդն է։
Դուք 2021 թվականին էլի նույն 18 պլյուսը ոչինչ չի փոխվել։ Ոչ մի դեմք անուն ազգանուն չի փոխվել։ Անմիջապես չարաբաստիկ առաջորդ օրյա պատերազմից հետո դուք նույն 18 պլյուսն եք, այդ ժողովուրդը նույն ժողովուրդն է, ու այս նույն ժողովուրդը ձեզ այդ 18 պլյուսներ, լսեք ինչ եմ ասում։ Հունիս ամսին ձեզ կապացուցի իրական ուժ Իրանից ինչ է ներկայացնում։ Իրական ուժի եւ դուք ամենայն շատ մոտիկից իրական ուժի հետ կծանոթանաք։ 5 ամսից հետո հունիս ամսին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալու հայ մարդու տասնյակ տարիներով սպասված վրեժի ժամանակը եւ ցանկությունը եւ հնարավորությունը։ Այո, եւ տասնյակ տարիներով հայ մարդը տասնյակ տարիներով սպասված իր վրեժը քաղաքակիրթ մակարդակով լուծելու է ձեզնից եւ քաղաքակիրթ մակարդակով Հայաստանի Հանրապետությունում վարար գետին նման ձեր բերանից հոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծած արունը։ Եվ հունիս ամսին հայ մարդը վերջնականապես ձեր գործնեությունը կասեցնելու է Հայաստանի Հանրապետությունում։ Այ Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի սպառնալիքներ։ Ձեր տեսակը, ձեր որակը, այո, Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի սպառնալիքներն են։ Այսօրվա եւ վաղվա սպառնալիքներն են։ Եվ հունիս ամսին, ես չգիտեմ իրավական ինստիտուտները ձեր տեսակին ինչ գնահատական կտա օրի վրա, բայց ես մի բան հստակ գիտեմ, որ հունիս ամսին հայ մարդը իր գնահատականը տալով ձեր տեսակին, ձեր գործունեությունը կասեցնելու է Հայաստանի Հանրապետությունը։ Հավերժ եւ հավիտյան։ Կեցե ազատ անկախ ինքնուրույն ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայ մարդը, կեցե Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության խաղաղությանը, Հայաստանի Հանրապետության շահերին մաքուր անկեղծ հայկական սիրով սիրահարված եւ Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկող խաղաղության շահերը սպասարկող հայ մարդը։ Կեցե այն հայ մարդը, այն 100,000-ավոր հայ մարդիկ, ովքեր կեղծավոր սիրո գայթակղության գերին չեն դառնում։ Որովհետեւ ինչի համար չեն դառնում։ Որովհետեւ հայ մարդը 2018 թվականից այլևս վայելում է անկեղծ մաքուր հայկական սերը իր սեփական իշխանության կողմից։ Եվ այլևս ոչ մեկի անկախ քանի ինչքան միլիոններ կծախսեք կեղծ սիրո քարոզի վրա, անկախ ձեր ծախսած միլիոններից, հայ մարդը ձեր կեղծավոր սիրո խոստովանության գերին չի դառնալու։ Ստահակներ, անկեղծ սիրով օտարին սիրարված, օտարի շահերը սպասարկող լանթեր, հայ մարդու սիրտը զբաղված է։ Եվ ոչ մի միլիոն, ոչ մի միլիարդ, ոչ մի բրլյանտ, ոչ մի հարստություն չի կարող հայ մարդու սիրտը կեղծավոր խոսյութներով, կեղծավոր սիրո խոստովանություններով գրավել։ Չի կարող։ Ես իմանալով ձեր վերջավորությունը քաղաքական մակարդակով իմ ցավակցության խոսքերն եմ հայտնում ձեր ընտանիքի անդամներին։ Աստծով ամեն ինչ լավա եւ լավա լինելու։ Այդ գիտեք։ Ուժի մեջ, իրական ուժի մեջ ուժ մի փնտրեք։ Իրական ուժի մեջ ուժ մի փնտրեք։ Հայաստանի Հանրապետությունը իր պատմության մեջ ավելի ուժեղ չի եղել, քան այսօր է։ Ավելի ուժեղ առաջնորդ չի ունացել, քան որ այսօր է։ Ու սա փաստ է, սա իրականությունն է։ Եվ դուք ամեն օր այդ ձեզնից ոչինչ չասող ոչ մի բաներ իրական ուժի հետ տարբեր ոլորտերում կծանոթանաք։ Ու պետք է ծանոթանաք։ Այ Հայաստանի Հանրապետության հարստությունը 2 կոպեկ գրոշների դիմաց ձեր վերած եւ ձեր ազնական հարստությունների համար աշխատացածներ։ Այ հայ մարդուն 10 դրամի կեղծավոր բարեգործություններ արած տասնյակ հազարավոր հարկերից դոլարների հարկերից խուսափածներ։ Այ աշխատավոր հայ մարդկանց խոպանչի սարքածներ։ Խոպաներում աշխատացած վերջում էլ քծած չվճարածներ։ Մի հատ էլի չբավարարվելով այդ ամենով չեչեների հրավիրած աշխատավոր հայ մարդկանց Մոսկվաներում ծեծի ենթարկածներ։ Արա հունիս ամսին տասնյակ տարիներով հայ մարդու սպասված վրեժը վրա է հասնելու եւ դառնալու է իրականության։ Ու դուք եթե դուք շատ փող ունեք, ձեր հույսը, ձեր ուժը, ձեր դուխը, ձեր հնարավորությունը դրել եք այդ փողերի վրա, այդ փողերը մեծ համար ոչինչություն են։ Ոչինչ չասող, ոչ մի հեղինակություն չի վայելում, ոչ մի հեղինակություն։ Ու չի կարա վայելի։ Սիրելի մարդիկ, կա երկու ճանապարհ։
Մեկ ճանապարհը Հայաստանի Հանրապետությունն է իր ամբողջական շահերով, մյուս ճանապարհը այս օտարերկրյա օլիգարխների միլիոնավոր դոլարները։ Հայաստանի Հանրապետությունից այստեղ տարիներով թալանված միլիոնավոր դոլարները։ Մենք ոչ ենք ասում օտարերկրյա օլիգարխների միլիոններին, մենք ոչ ենք ասում Հայաստանի Հանրապետությունից թալանված միլիոնավոր դոլարներին եւ չենք գնում այդ ճանապարհով։ Այդ ճանապարհի վրա մենք քաղաքական մակարդակով խաչ ենք քաշելու։ Մենք գնում ենք մեր սեփական այն ճանապարհով, որտեղ մեր սեփական պետությունն է իր ամբողջական շահերով։ Եվ այդ ճանապարհի դեմը խաղ չկա։ Ով կհայտնվի այդ ճանապարհի դեմը, ով կխոչընդոտի այդ ճանապարհը, ով խոչընդոտ կհանդիսանա այդ ճանապարհին, քաղաքական մակարդակով կհայտնվեն հայ մարդու ոտքերի տակ եւ ոչ ոք չի խնայվի քաղաքական մակարդակով։ Ոչ ոք չի խնայվի։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինել։ Դուխները տեղը, որտեղ մեզնից ուժեղը, մեզնից հզորը չկա, չէ կարալնի, ցանկությունը չունենք մենք մեզնից ուժեղին ճանաչելու։ Չունենք այդ ցանկությունը։ Եթե ոմանք ուժից են խոսում, դուխից են խոսում, մենք էլ ասում ենք։ Մենք մեզնից ուժեղին չենք ճանաչում։ Մեզնից ցանկությունը չունենք ճանաչելու։ Ու ասում ենք մեզնից ուժեղը չկա, եթե ուժից եք խոսում, որովհետև մենք գնում ենք այնպեսի ճանապարհով, որի դեմը խաղ չկա, որի դեմը խաղ չկա, որի ուժի դեմը խաղ չկա։ Իսկ ճակերտների մեջ, ակվայունի մեջ ուժեղները քաղաքական մակարդակով իրենց սեփական մաշկի վրա էլ կզգան իրական ուժի հաճույքը։ Կզգան։ Ու ժամ առ ժամ կզգաք քաղաքական մակարդակով։ Բարի գիշեր ձեզ։